Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք միացել եք Գործարար ալիքին, մեր եթերում սկսում ենք Մայրաքաղաքի զարկերակը, տաղավարում աշխատում է Ալբերտ Ավետիսյանը, իսկ իմ այսօրվա հյուրն է Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ, ես եմ շնորհակալ, որ մեր տաղավարում եք, էլի խոսենք Երևանի խնդիրներից, փորձենք հնարավոր լուծումները գտնել եւ այլն, առաջարկել ինչ-որ բաներ։ Մի քանի օր առաջ ավականու նիստն էր, որ շատ կարճ տևեց, իմ պատկերացմամբ երկար պիտի տևեր, էլի կարճ տևեց, քննարկումները որպես այդպեսին էլի ազգային ժողովին էին նմանվում, հարցերից դուրս քննարկումներ էին ծավալվում, որոնք էլի պիտի ազգային ժողովում օրինակ հնչեին, ըստ իմ կարծիքի։ Ինչպիսին էր այս անգամվա ավականու նիստը, ինչ հետաքրքիր հարցեր կար, որոնք մեր ժողովուրդը պիտի լսեր։ Նախ շնորհակալ եմ հրավերքի համար, տեսեք, քաղաքային խնդիրները անսպառ են եւ անսպառ են նրա համար, որովհետեւ քաղաքային իշխանությունը իմ կարծիքով ապիկար կառավարում է իրականացնում։ Անդրադառնանք վերջի ավականու նիստին, ինչպես միշտ հարցերը բոլորը չզեկուցվող էին եւ նիստի օրը նոր որոշեցին, որ թվացյալ լավություն, չգիտեմ, իրանց մտածում էին, որ մեզ են լավություն անում, բայց դուք հաշվետու եք երևանցիներին մեր ժողովրդի առաջ ու անթույլատրելի է, երբ որ 15 հարցից 15-ը չզեկուցվող է, հետո որոշում եք, որ մեկը զեկուցվող դառնա։ Եվ ինչն էլ հետաքրքիր, այդ ժամանակ որոշեցին, իրանք չէին մտածում, որ այդպես արձագանք կգտներ, Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ մի հատ պրոբկի մեջ ընկավ, վերջապես Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ եթե իրեն ուղեկցող հազարավոր ոստիկանները չեն լինում, որ ճանապարհները չփակեն, քաղաքի երթևեկությունը կոլապսի մեջ է։ Հասկացա, որ կարմիր գծերի թանկացումը ուղղակի ժողովրդին քերել էր, ուրիշ ոչինչ չէր, եւ հանձնարարեց, որ լուծում տվեք, եւ այս պարագային, որպիսի ԿՊ-ն եւ Արամ Զավենի Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին ասեն, մենք ինչ-որ մի հատ գործ ենք արել, վազեցին ինչ-որ մի հատ sense փուչիկ բերել հրամցնել, ինչի համար եմ ասում փուչիկ, այն գործառույթները, որը այս 500 շուրջ 500 միլիոն դրամանոց կառույցը նախնական է, հասկանում եք, այս կառույցի բյուջեն դառնալու է 2 միլիարդ, ես տեսնում եմ, որովհետև այս մարդկանց որ բերել են քաղաքապետարանը նկատի ունի։ Այո, կառույցը քաղաքապետարանի ենթակայության տակ պետք է լինի։ Այսինքն ինչ է այդ կառույցը ենթադրում, գործառույթներ, որոնք որ այսօր իրականացնողներ կան։ Այսինքն մեկը կա լուսացույցների հոսքը ու ավտոների քանակը պիտի բանը դի ոստիկանությունը պիտի աներ։ Մյուսը որ կար, պիտի հասկանար, ասես ուսումնասիրեր, նայեր, հասկանար խցանումներ ինչի է լինում, լուսացույցների կառավարում, չգիտեմ, ես կներեք, դա իրականացնում է քաղաքապետարանի օրինակ տրանսպորտի վարչությունը։ Հաջորդը որ կար, այդ երթևեկության տրանսպորտը ոնց է երթևեկում, ֆլիտ մենեջմենտ համակարգը, որը որ կար, դա պիտի թելսելն ու տեղեկատվական տեխնոլոգիաների, չգիտեմ, հատ խուճուճ բան ունեն, կառույց ունեն քաղաքապետարանում, որի տնօրենի աշխատավարձը 2 միլիոն դրամ է, 2 միլիոն դրամ։ Այս մարդիկ տենց աստղաբաշխական մեծ բյուջեով, էլի, այս մարդիկ պետք է իրականացնեն այդ գործառույթները։ Իրանք չեն արել։ Այսօր սա այդ հավաքում իրար գլխի ինչ որ մի բան են ստեղծում, ու sense լուրջ դեպքով ասում են Իլ-դե-Ֆրանսի ներկայացուցիչները, Իլ-դե-Ֆրանսը ասած է 3 ծերակույտ են, գիտեք, չէ՞ այնտեղ։ Ճշտել եմ, այսինքն ծերակույտ թող ինձ ներեն այդ ֆրանսիացիները, տարիքով պապիկներ են, ովքեր sense քաունի վրա վերջում, ասած գիծ են քաշում, ասում են, այսի sense պետք է, այսի sense, բայց դու պետք է գաս, մի հատ Երևանում լինես, ուսումնասիրես, մեր սպეციფიკան հասկանաս, մեր ժողովրդին հասկանաս, որը ոնց ինչով փորձես կառավարել։ Ես հարց եմ տալիս իրանց, ասում եմ, լավ, դուք ծախսում եք 500 միլիոն դրամ տարվա վերջ, եկող տարվա վերջ հասկացան, որ մսխել եք, արդյունք չի տվել, դրա համար պատասխանատվություն կրողնով է լինելու, ինչ ձև է լինելու, իսկ մեկին գործից հանելու եք, այդ թանկացումների քավոր Սուրեն Գրիգորյանը դա կանգնած էր, ինչ հարմ Սուրեն Գրիգորյանը։ Այսինքն այս նոր նախագիծն է, որով ինչ որ կենտրոն պիտի բացվի, որը Երևանի տրանսպորտային վիճակը պիտի բարելավի։ Սա ենթադրում է, որ տեխնոլոգիաների կենտրոնը թվայնացման պիտի փակվի, թե կրճատումներ են ոչ մի բան ընդդեմ չի լինելու, ինչ կա որ մնալու է, մի բան ավելանալու է, բեռա դառնալու մեր գլխին, այդրան գումարած այդ մարդիկ այս փուլում նստելու են կամպյուտերի դիմաց, տելևիզիոն նայեն, տեսնեն այդ հոսքը ոնց է լինում, ինչ է լինելու։ Այս մարդկանց գործառույթը որ նայում ես, չես կարողանում հասկանալ ինչ պետք է անեն իրենք։ Իսկ հիմնավորումը որն է, ինչ։ Նիկոլ Փաշինյանը խցանման մեջ էր ընկել, պետք է այդ հարցը լուծվի, թե չէ։ Դա մի հատ էլ ես հիշում եմ, որ բան կար, խորհրդի նման ինչ-որ հանձնաժողով էր, հանձնախումբ ձևավորվեց, որի մեջ կային նաև փրկարար ծառայությունից, ներքին գործերի նախարարության ոստիկանությունից եւ քաղաքապետարանից, ինչքան հիշում եմ, քաղաքապետարանում ձևավորվեց Նիկոլ Փաշինյանի հեծանիվ քշելուց հետո։
այդ խցանման մեջ ընկնելու օրվանից հետո։ Այդ ամեն ինչից ինչ կա։ Այդ կարծում եմ մի հատ ԿՊ-ից մեկին կանչեք, հարց տվեք, ասեք ցանկացած հարց, որն ուզում եք ոչնչացնել, մտ հանձնաժողով եք կազմում, այդ դասական գրականության մեջ գրված փաստա, չէ՞, ձևավորում են մտ հանձնաժողով, այդ հարցը չի լուծում, մոռանում են հարցի մասին։ Մոտավորապես այդպես մի բան է, իրանք ոչ մի բան չեն անում։ Քաղաքի բեռնաթափման համար ես իրանք առաջարկել եմ կոնցեպտուալ լուծում, ու եթե իրանք բեկորային լուծումներ են տալիս, այդ հարցը չի լուծվում, հասկանում եք։ Ես ինչ եմ առաջարկել, էլի Ալբերտ ջան, եկեք իրար հետ քննարկենք, էլի։ Հիմա օրինակ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որ եկեստեղ նստել է ագինել աշխատող ունի, կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որ լիներ 9-րդ մասիվում, իր օգգն պակասելու էր օրինակի համար։ Կամ մի քիչ այն կողմ օրինակի, չէ, այսպես կողմը։ Տեսչական մարմինը, ընդերքի տեսչական մարմինը որ կա, շաբաթվա մեջ դու որ գնում ստուգում է, շաբաթվա մեջ 2 անգամ գործակարգավարական նիստ են անում, սաղ մարզերի իրաց ներկայացուցիչները գալիս են։ Այդ մարդիկ միտեղ պետք է կանգնեն, թե չէ։ Այս մարդկանց ցանցեր հանեք տանեք աշտարակ օրինակի համար, աշտարակն է կզարգանար կամ Աբովյան, կամ գլխավոր դատախազությունը, որ օրինակ գնար Աբարանում լիներ կամ Աբովյանում լիներ, օդը մաքուր կներ, հասկանար որ մարդկանց գլխին պետք է գործ չսարքի երևի թե։ Հիմա այդ փոշու կեղտի մեջ են երևի դրա համար են այդ մարդիկ մի ճյուղները լավ չի աշխատում, հասկանում եք։ Գլխավոր դատախազությունը որ հանրապետության հրապարակից դուրս գար, չէր աշխատելու Ալբերտ ջան։ Այսինքն առաջինը որ կա պետական ապարատի զգալի մասը, ոչ բոլորը։ Միասենք թե կառավարության երրորդ մասնաշենքը 0-ից շենք են սարքել դատախազության մի քիչ ներքև, թող իրանք մնան աշխատեն, բայց օրինակ երկրորդ մասնաշենքը ամբողջությամբ իրանք սաստավով պիտի աշխատակազմով տանային օրինակ նախկին ՊՆ-ի շենքը հիշում եք որ քանդեցին։ Քանդելուց հետո դարձավ ինքը շին աղբ, դարձավ փոշի Երևանի ու Պրոշանցիների գլխին։ Ուրիշ ոչ մի բան չեն արել, նույնիսկ շին աղբը չեն մաքրել այնտեղից, հասկանում եք։ Այդտեղ կարող են իրանք սարքել շենք եւ այդ իրանց թվացial ակադեմիական քաղաքին կից լիներ նաև պետական ակադեմիական քաղաք, այսինքն պետական ապարատը տանային այնտեղ։ Հաջորդը որ կար փողոցի թողունակությունը իրանք պիտի բարձրացնեն, հասկանում եք։ Հիմա նայեք օրինակ, պիտի գիտակցես ոնց անես, որ քաղաքից դուրս գալու հոսքը մեծացնես։ Օրինակ պատկերացնենք դեպի Արարատի մարզ գնացող հատվածը։ Ցիրկի մոտ պիտի կառուցեին ստորգետնյա, վետգետնյա, ինչ որ էստակադաներ որ գնար, դեռ Ռոբերտ Քոչյանի տարիներին կար պրոյեկտ Արշակունյացից Իսակով կպնելու, որ եթե դու միացնում ես, նաև այս Պաբեդամոստի այս մյուս հատվածն ես թեթևացնում, մարդկանց մի մասն է ձևով կշրջանցի դեպի Արմավիրի մարզ գնալը, հաջորդը գալիս է հայրենիք, որը այս ԿՊ-ն բերեց, հիշում եք, sense էստակադայով, բանով փողեր ծախսեցին, sense գովեցին Աջափնյակի մետրոյի նման մի բան էր էտել, էլի։ Հաջորդը տեղ ինչ որ մի հատ հանգույց պիտի սարքեն, վերջում բանվորի արձանի մոտ։ Այսինքն Արարատի մարզ գնացողը ցիրկից հետո, մերկրկեսից հետո ոչ մի կանգառ պետք չունենար։ Մի անգամից այդ էստակադաներով արագընթաց քաղաքից դուրս գար։ Եթե այս մարդիկ 4 իմ ասած կառույցներից ինչ որ մեկը չեն կառուցում, արդյունավետ չի աշխատում։ Հիմա մեր քաղաքի բյուջեն 400 միլիոն դոլարից ավել է։ Մեր երկիրը 8 միլիարդ դոլար պարտք է վերցրել, 8 միլիարդի մեջ չէր մտնում, մի հատ կարող եք ասել Երևանում, մի հատ Երևանում, ինչ որ կառույց, որ իրանք սարքել են։ Փողոցի թողունակությունը մյուս բարձրացնելու խնդիրը դա պարկինգների կառուցումն է ավտոկայանատեղին։ Իրանց ասել եմ ստորգետնյա, վերգետնյա, տեղերն էլ ասել եմ որտեղ, 6-7 հատ տեղ եմ առաջարկել իրանց։ Ասում հաշվում եք կից փողոցներում քանի ավտոյի կանգառի տեղ կա, քանի ավտոյի կանգառի տեղ կա։ Այդքան տեղ արկելում եք կանգնել, ասես մարդուն կարող է ստիպել, ասել 200 մետր քայլի գնանդեղ կանգնի, բայց մարդուն դու չես կարող ստիպել, որ քեզ չեմ թողում կանգնեմ, ոչ մի տեղը չկա կանգնել, քո մուրը քո գլուխը։ Դա բարոյական չի, հասկանում եք։ Իրանք ծառայողական ավտոմեքենաներն ունեն, իրանք ծառայողական ավտոմեքենաների կանգնելու տեղն ունեն, փափուկ աթոռներ ունեն ճոճվելու ու ժողովրդի մասին չեն մտածում իրանք։ Սրանք էս են, հասկանում եք։ Մյուսը որ կար պարկինգներից բացի ու փողոցներում չթողել կանգնելուց հետո։ Նաև հոսքերի smart կառավարումն է, այսինքն լուսացույցները պետք է նենց կարգավորես, որ ինքը օրվա տարբեր ժամերին տարբեր ձև աշխատի։ Առավոտշուտ նենց էս կարգավորում, որ քաղաք եկողի հոսքը շատ լինի, որ շուտ գան քաղաք, երեկոյան դուրս գան իրանք այս համար։ Այս նույն կառույցը, որ ստեղծել են, հիշեք, հեսա գալու են ասեն, այս կառույցը որպեսի նմանատիպ բան ասի, մենք outsource մի հատ ընկերություն պետք է բռնենք, այդ ընկերությանը մեծ փող տանք, որ այսի մշակի բերի տա իրանց։ Հիշեք այսօրվա մեր հարցազրույցը, որ մենք sense խնդրի են գալու, բախվենք, որ այդ հիմնարկի բյուջեն իրանք մեծացնելու են։ Հաջորդը որ կա, Ալբերտ ջան, դու ինձ ասում ես կենտրոն ավտոյով մի արի, ճիշտ եմ թե չէ։ Բա ալտերնատիվն ինձ ինչ ես առաջարկում։ Ոչ մի բան, ինձ արժանապատիվ տրանսպորտ հրամցրա։ Ասում եմ Իլ-դե-Ֆրանսի մասնագետներն ասել են Երևանում 700 տրանսպորտապես շարժակազմ։ Գնում եմ ես առարկայական Երևան ավտոբուսի այդ
վերջնակետերը որ կա, մարդկանց հետ խոսում եմ, հոսքն եմ ստուգում, այդ մարդիկ բառացի ասում են, մեզ Երևանին 1200 բան է պետք, շարժակազմ է պետք։ Ես էլ եմ տեսնում, որ 1200 շարժակազմ է պետք։ Այսինքն մեր որտեղ ինքը կանեցից դուրս է գալիս, երկու կանգառ անցնում է ավտոբուս, արդեն լիքն է։ Ինքը էլ չի կարող մարդ սպասարկի։ Ուրիշ պրիմիտիվ բան ասեմ, որ առաջարկել եմ ու Սուրենը Գրիգորյան չի հասկացել։ Կամ այդ մի քիչ զոր կլներ իրանց, որովհետեւ հասկանային։ Հիմա օրինակ ամեն օր բնական է, որ պիտի լինի ռեզերվային շարժակազմ ավտոբուսներ, որ մեկը խնդիր կունենա դուրս գա իր փոխարեն էսեն։ Դրանց թիվը շուրջ 20% պիտի լինի, այսինքն 120 ավտոբուս վարորդներով հանդերձ կանգնած են իրենք ռեզերվում։ Ասեմ առավոտ շուտ, երբ որ պիկ ժամերն է, այս 120-ից 100-ին հանեք գից իրանք այդ օրինակ Բանգլադեշից կամ Մասիվից կամ Դավթաշենից իրանք դուրս գան գից մարդկանց բերեն մի հատ կենտրոն գնան տուն էս մարդիկ երեկոյան հակառակը ոչ թե տուն գնան իրանց տեղը կան երեկոյան հակառակը կենտրոնից դուրս գան էս մարդիկ ու իրանց մի քիչ ավել աշխատավարձ տվեք չէ իրանք վարորդներին է բուլինգի են ենթարկում այդ խեջ վարորդները այդ գծերի կանեցներում զուգարան չկա որ գնան հասկանում եք այդքան կռի վարեցի չհասկացան այսինքն արժանապատիվ տրանսպորտ չեն հրամցնում մյուսը ասեմ իրենք Պարզ շատ ուղիղ ասեցին Աջափնյակի մետրո չկա, չի լինելու, նոր շարժակազմ ավտոբուս չեն կառնելու։ Միջնաժամկետ ծախսերով է մինչև 28 թվականը ոչ մի տես բան չկա պլանավորած, ոչ մի բան։ Այն մի նիստին ասեցի Աջափնյակի մետրոյի արև այս մարդիկ ավտոբուս չեն առնելու։ Այսինքն դու ինձ ասում ես կենտրոնը Բեռնաթափի, ասում ես ավտոյով մի արի, ալտերնատիվ ոչինչ չես առաջարկում։ Ու դրանից հետո կա կոշտ մեթոդները։ Տիգրան Ավինյանի հոր հայրական մեթոդները, այսինքն մարդ հին ավտոն երևի թե պետք չթողեն գա, որովհետև իրանք օպել քշողեն օրինակի համար։ Մյուսը ասելու են գինը 160-ը քիչ է 3 միլիոն դրամ պետք է դնեն, որ մենակ իրանք կարողանան գալ օրինակի համար։ Մյուսը իրանք, չգիտեմ, օրինակ ասելու են զույգ ու կենտ համարներ։ Մյուսը ասելու են երևի Մալաթիայի Մասիվի բնակիչը կենտրոն չի կարողանալու գալ։ Հասկանում եք, հեսա կտեսնեք ինչ կոշտ մեթոդներ են կիրառելու։ Այս ամեն ինչը որ sense նայում ենք, ընդդիմադիրները անպատիժ առաջարկներ անում են եւ այլն։ Այս ամեն ինչը քաղաքական դաշտում չենք դիտարկում, որովհետեւ այս ամեն ինչը քաղաքականություն չի։ Այս ամեն ինչը Երևանի խնդիրները փորձում ենք ինչ որ ձև լուծենք։ Օրինակ ես դիտարկում եմ այսպես որ երբ որ ընդդիմադիր գործիչը ասում է ինչ որ լուծման տարբերակ, իշխանական պատգամավորը կամ իշխանական քաղաքական գործիչը որ ավականի հիմա պիտի հասկանա ըմբռնի որ սա քաղաքի համար արվում որովհետեւ մենք այս վերջում իշխանական ավականու անդամներից հարցազրույց էինք անում ու ես շատ ուրախ էի որ այդ դիտարկումը եղավ իր կողմից ասում էր որ քաղաքի խնդիրներին պետք է մոտենալ բոլորի կողմից այսինքն բոլորը պիտի քաղաքի խնդիրները փորձեն լուծել այլ բան է երբ որ ընդդիմադիր եւ իշխանական գործիչները սկսում են իրար հետ ինչ որ մրցավազքի մեջ մտնել ես ենթադրում եմ որ այս դեպքում որ քաղաքը ունի խնդիր մեր իշխանական թևի մարդիկ պիտի ընդդիմադիրներին գոնե լսեն եւ իրար հետ ինչ որ ձև փորձեն համաձայնեցնեն այս լուծումները ամենահարմար ամենաօպտիմալ տարբերակը գտնեն որ քաղաքին քիչ վնաս տանք բայց դե տեսնում ենք որ Ալբերտ ջան ես մի պատմություն ասեմ որպեսզի հասկանան գործող քաղաքային իշխանությունը ովքեր են նամակ եմ գրում Տիգրան Ավինյանին ասում եմ այդքան շատ որ դուք գնում եք վոյաժների դուրսը տեսել եք օրինակ փողոցի ծառերի տերևները որ թափվում է ոնց են մաքրում Այս շրջանում աշտանում երբ որ տերևաթափա տեղի ունենում իրանք նաև գնում են կոյուղիներն են խցանում համաձայն եք ճիշտ է իսկ լուծումն ինչ է ես առաջարկեցի ասի իմ կողմից գնում եմ երկու հատ սարքավորում նվեր եմ տալիս Երևան քաղաքին որ փչում են այն ծառերի տերևները ասի մյուս կողմից առաջարկում մի հատ էլ առնենք հավաքող կամ մի հատ տեխնիկա տրամադրեք որ փչենք ծառերի այդ տերևները հավաքենք մաքրենք ամբողջությամբ գիտեք ինձ ինչ պատասխան տվեցին Ասի եկեք պիլոտային երկու փողոցի վրա կիրառենք։ Ես իմ կողմից երկու հատ առեմ նվեր տամ։ Նամակը կա, որ իրանք ուզենան գնանք վականոնիստի ժամանակ հայտարարեցին այնտեղ ինչ որ նիվաների խնդիր էլ կա։ Չէ, նիվան ուրիշ է։ Մի նայեք, տեսեք, երբ որ ես առաջարկեցի այդ երկու սարքավորումը գնել նվեր տալ քաղաքապետարանին, ինձ պատասխան է գալիս, որ գիտեք ինչ կա։ Մենք դրանից ունենք, դա մենակ այգիներում է կիրառում։ Դուք որ մի բան եք ուզում նվեր տակ, մեզի պետք չէ։ Կանչեք ԿՊ-ի ավականներին, ասեք այդ մարդը որ նամակ է գրել, այս նամակի ո՞նց եք պատասխանում, գեդինը չեք մտնում դուք։ Լավ էս մարդն ասում է գամ, ցույց տամ ոնց է։ Պիլոտային մի փողոցի վրա կիրառենք, կեսը ին վրա են վերցնում, կեսը ձեր։ Եք հրաժարվում։ Ինչն է պատճառը։ Մի քիչ հետևներից զոր կլինի, որ փողոցները մաքրեք կամ կոյուղները չխցանվի կամ Երևանը Վենետիկի չվերածվի։ Հիմա գամ այդ մյուս խնդրին։
Գնացել են մանկապարտեզները, գործող մանկապարտեզները, ողբալի ուղակի, դա եղել է Երևանում, Աջափնյակում, Մասիվում։ Իմ TikTok-ի էջում է կա հրապարակած։ Երբ որ դպրոցի տնօրենը ասում է անձրևը գալիս է, լցվում է երեխեքի վրա, մենք ենք բերել մեր աշխատավարձից սիլիկոն առել, փակել։ Ասում եմ, օքեյ, ես պատրաստ եմ, ես անձամբ իմ միջոցներից պատրաստ եմ օգնել մանկապարտեզին, բայց քանի որ հիմի մենք ապրում ենք Նիկոլի թվին, մտածում եմ, որ եթե ես հանգարց առանձին տանեմ դա անեմ, ինձ կամ կաշառքի գործով կամ չգիտեմ ինչի գործով կձերբակալեին։ Ես պահեցի էթիկայի նորմը։ Եկել եմ քաղաքապետարան, դիմել եմ իրանց վարչության պետին համապատասխան, ասում եմ ժողովուրդ ջան, ես ուզում եմ 1 միլիոն դրամի այդ մանկապարտեզներին ամեն մեկին օգնել իմ անձնական միջոցներից, իմ ընտանեկան միջոցներից, իմ աշխատավարձից, մյուսից։ Ինձ միջև առ այսօր չթողեցին մանկապարտեզներին, որ ես օգնեի։ Դրան զուգահեռ, չէ, եթե ընդդիմադիր ավականին ասում, քաղաքային խմես հետաքրքիր չի։ Դու պետք է չանես, իրանք իրանց խելքով մտածում են, որ եթե Մեսրոպ Մանուկյան դա արեց, առանց գիտակցել, որ Մեսրոպ Մանուկյան PR-ի խնդիր ընդհանրապես չունի։ Եթե դա արեց, նաև մանկավարժները տեղի, երեխաների ծնողներ ընկալելու են, որ ավականին արեց ընդդիմադիր եւ ես մարդուն դրական կընկալեն։ Հասկանում եք, իսկ այս մարդիկ չթողեցին, հերիք իրանք տիրություն չեն անում մանկապարտեզներին։ Մի հատ էլ ինչ որ մեկն ուզում է մի բան անի ու չեն թողնում։ Էսրանից հետո էլ ես կանեմ, այսքան կռիվ անելուց հետո։ Արդեն վախենում եմ, մարդիկ երբ ուրիշ խնդիր ուզում են ես գնամ առանձին անեմ, որ բերեն մի հատ գործ հարուցեն։ Այդ ֆոնի վրա մեկը տեսնում ես Երևան տրանսին բերե 15 հատ Նիվա, Լադա, բան նվեր են տվել, ի՞նչն է աբսուրդ։ Բերում են Երևանի ինչ որ մի կառույցի նվեր են տալիս։ Այս կառույցը վերցնում է վարձով ուղիղ տալիս է հանրային կարգին ու գազքին։ Արա ասում, եթե նվեր էր տալիս, այս կառույցին պետք չէր, մեկից ում որ պետք էր իրան տանեիք նվեր տայիք։ Այդ գժանոցը ո՞րն է, որ մեկը մեկին մի հատ էլ վարձով տա, մի հատ էլ հարկ գոյանա, մյուսն անի։ Հետո որոշեք, որ չէ, եկեք էսանից հանենք, տանենք սրան տանք։ Բա մի հատ հարց եմ տալիս։ 15 հատ Լադա կամ Նիվա չգիտեմ ինչ նվեր տվողը այդ Տիգրան Ավինյանի սիրուն աշկերի համար էր նվեր տալիս, թե Արամ Զավեն Սարգսյանի սիրուն թշերի համար էր նվեր տալիս։ Ինչի համար էր նվեր տալիս այդ ավտոները։ Հե՞։ Ասում նվեր տվողներն ովքեր մտ բերեք նայենք տեսնենք հետևից ինչ շինթույլտվություն են այս մարդիկ ստացել։ Երևան քաղաքում շինթույլտվությունը տալիս են 8 հարգանի, դառնում է 12 հարկ։ Ֆիրդուսը ի սկզբանե 5 հարկ պետք էր, գնացեք նայեք քանի հարգանի է դառը։ Ոնց որ սուն կլեն, ջրում են, շենքերը ասես բոյովանում են։ Բայց դա կոռուպցիա չի։ Բա ինչ որ մեկ որ քաղաքին տես մեծ բաներ է նվեր տալիս, դա կոռուպցիա չի։ Բա կոռուպցիան պոզով պոչով ականջով է լինում։ Իսկ այդ մանկապարտեզների քննող հանձնաժողովից ինչ կա։ Մենակ իշխանականներն են մասնակցում հանձնաժողովին։ Տեսեք, իմ կարծիքով իրանք իրանց կլենտուրայի հետ են մասնակցում, որովհետև ոնց նկատել եմ հանրային ձայնի իրանց մշտական ժողովուրդը այնտեղ նստած մասնակցում են, ինչն է հետաքրքիր, խոսեցին, հեսա մի տարին անցնելու է, հերնելու եմ իրանց հարց տամ։ Ես ձեզ հանձնարարեցի, որ գնացեք հետ բերեք մանկապարտեզները։ Ով ուզում է տարել է, իմ համար ընդունելի չի։ Գնացեք հետ բերեք, զբաղվում են։ Տեսնում իրանք դուխանելու են, առաջինը գնան օրինակի համար Նիկոլ Փաշինյանի Խավորի մանկապարտեզները հետ բերեն։ Ինչի հետաքրքիր է, այդքան տղական իրանք գնան էդի հետ բերեն։ Չնայած տարվել դա։ 18 թվականից հետո։ Չէ, մինչև 18 թվական իրանք ասած նախկիների ժամանակ տվել են։ Կամ հիմի օրինակի համար բանում Նորք Մարաշում թաղապետարանը այդ իրանց վարչական շրջանի այդ աշխատակազմի մասը նստած է մանկապարտեզներում կամ մանկապարտեզում հարկայինն է նստած, դատախազությունն է նստած, բոլոր վարչական շրջաններում երկրապահին տվել են մանկապարտեզների տարածքներ, այդ ժամանակ էլ եմ դեմ եղել, երբ որ տվել են, ես եղել եմ երկրապահի այն ժամանակ Երջանկայի շտակ Մանվել Գիրիքյանի օգնականն, այս դեմ եմ եղել, ասում խիան տալիս մանկապարտեզներ, այդ որ խոսում են նախկինում չես խոսացի ու ասել եմ, խի հետ չեք բերում Դուխները թերիկ չի անում, գնացեք հետ բերեք։ Կամ լավ մի տարիա գործում եք, եկեք մի հատ ուրիշ բան հասկանանք։ Բա ձեր այն քննչական կոմիտեն, ՀԿՑ-ն, դատախազությունը 8 տարի իշխանության եք, ձեր գործյանունի չէ։ Որ նստած է այդ շենքերում, մանկապարտեզի շենքում, բայց չգիտի որտեղ է նստած։ Շատ լավ գիտեն։ Իրենց գնացեք ասեք որ գնա սոցապը որ այնտեղ նստած է, ինքը չգիտակցում մանկապարտեզի տարածքում է գտե։ Գալջանին մի հատ ուղիղ հարցեք, ասեք քու շենքի դիմացի մանկապարտեզն է թե հարկայինն է։ Իրա ուղիղ շենքի դիմաց շատ ուղիղ հարցրեք։ Ասեք բա դու չես տենում, բա այդ դրանից սկսեք։ Բալը մոտ եկեք հանենք, եկեք մի հատ լուրջ եք խոսում։ Կամ Վերոնիկա մանկապարտեզը հետ բերեցին Մալաթիայի,
Այս վերջին 5 տարի կներեք, 5 տարի այդ մանկապարտեզը այնքան են թողել, որ վթարվի, այդ կողքի ժողովուրդը ինձ ասում են, եթե ստե էլիտար շենք թողեցին սարքեք, ասում են դուք կդառնաք իմ թշնամին, ասում են ժողովուրդ, ես ձեր թշնամին խի պետք լինեմ, ես ձեր, ասում են կռիվ արեք, որ մանկապարտեզ լինի։ Հəլավ $400 միլիոն ավելի դուք միած ցույց տվեք ինչ մանկապարտեզ եք սարքել։ Կամ ասում են 500 մանկապարտեզ ենք սարքել։ Սուտ, չկա տենց բան։ Երևանի մանկապարտեզները ողբալի վիճակում են։ 95 մանկապարտեզ 3-4 օրը գնացել եմ, մոռացել են, փողը դուս են գրել, տենց կիսավեր, փողը լափել են, բան են արել ու չկա մանկապարտեզ։ Կանալիզացիան դուս է եկե գնում է, Վիոլա ջուրն ասում է ինձ հետաքրքիր չի, զանգել են Վիոլա ջրին, ասում արա այդ B1 թաղամասն է մալեցիա, էլի, ասում անբարոյականությունը դուք գիտակցում եք, որ այդ սաղ ժողովրդին դուք սանի պետկայանը պետք է գա, չգիտեմ, վերջը խնդիր այդ հոտը գարշահոտությունը, ասում դա մանկապարտեզի տարածք է, ես չեմ կարող մանկապարտեզի տարածք մտնել, դա քաղաքապետարանի խնդիր է, քաղաքապետարանին զանգել եմ, էլ թեժգիզ, մեժգիզ, բան, կռիվ եմ արել, ասում հասկանում եք, հերիք չի մոռացել եք այդ մանկապարտեզի տեղ, կանալիզացիան չեք թողում ինչ-որ մեկը մոտիկ գա, ստե էլ մի հատ պրոբլեմ կա, նայեք կառավարման լուրջ ճգնաժամը, բոլորս դժգոհում են, ճիշտ է Վիոլա ջրից, Վիոլա ջուրն ասում է համաձայն պայմանագրի այդ կանալների մաքրելը, փոխելը, վերազինելը դա կառավարության պարտականությունն է։ Այսինքն կառավարությունը այս պարագայում եւ Երևանի քաղաքապետարանն է եւ ՏԿ-ն է, իր ջրային պետական կոմիտեով։ Իրանք պետք է դա անեն, բայց եթե վթար է լինում, վթարի վերացնողը պետք է լինի Վիոլա ջուրը։ Վիոլա ջուրն էլ ասում է, չես մաքրում, ոչ մի բան չես անում։ Վթարը լինում է, ասում է ես կսարքեմ։ Հետո Վիոլա ջուրն ուրիշ բան է ասում, այն օրը Պուշկին փողոցի վրա բռնել եմ ասում ես ինչքան ժամանակ է մարդու իրավունքների պաշտպանի դեմ է տեսնես այդ իրավունքների պաշտպանը էլ չի տեսնում հասկանում եմ որ մարդու իրավունքների ոտնահարումը չի տեսնում ինքը ընդհանրապես բայց գոնե իր դեմի փոսը տեսներ էլի այս շինարարներին բռնել եմ գիտեք ինձ ինչ են ասում այ քու ցավոտ տանեմ դիմել են քաղաքապետարան շին թույլտվությունը որ տվել են գիտեք ինչքան երկարատև է վթարն եղել է շին թույլտվությունը օպերատիվ պետք է լինի հասկանում եք եթե կա դրա շին թույլտվությունը պետք է լինի ժամերի խնդիր թողնես այդ մարդիկ քանդեն սարքեն օրինակի համար ստել ճգնաժամ կա ու իրանք չեն ուզում լուծեն մենակ որ նայեք իրանց բոլորի կյանքը դարձել է ավելի բարեկեցիկ համատարած հակու կապները նայեք իրանց ապրելավոճը նայեք Սարյան փողոցի վրա գինիները իրանց վայելելը նայեք առաջ երազում են Կիլիկիայի շշի հետ նկարվեն հիմա իտալական գինիներից են խոսում այս մարդիկ Սենց որ խոսենք անընդհատ կխոսենք թեմաները ինչպես դուք նշեցիք ամենասկզբում անսպառ են խնդիրները եւս Մեր թեմաները շարունակենք մյուս զրույցների ընթացքում ավելի ուրիշ ֆորմատներով։ Շնորհակալ եմ ձեզ շատ։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար, կներեք միգուցե մի քիչ էմոցիոնալ դարձավ մեր այսօրվա հարցազրույցը, բայց կան խնդիրներ, որոնք մանկապարտեզները կլինեն, հեղատար համակարգը կլինի կամ քաղաքի բեռնաթափումը, չես կարող չվրթովել ուղղակի։ Ես նաև ներողություն եմ հայցում մեր հետևորդներին, որ մի փոքր երևի թե տաքացանք։ Իսկ ես հիշեցնեմ, որ դուք դիտում կամ լսում եք Մայրաքաղաքի զարկերակը տաղավարում աշխատեց Ալբերտ Ավետիսյանը, իսկ իմ այսօրվա հյուրն էր Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։ Կհանդիպենք։